Ինչպես պարոն Խանտանյանն նշեց, ես հանդես կգամ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցով, բայց նաեւ հասկանում եմ, որ երեք շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, նաեւ հայտարարություններ են հնչել, նաեւ տեսել եմ, որ կան հարցեր եւ անհանգստություններ հասարակության մեջ եւ ուզում եմ նախ կարճ անդրադառնալ դրան, հետո վստահ եմ հետաքրքրություն կունենաք նաեւ մյուս հարցերին կանդրադառնանք, նաեւ ուզում եմ լրագրողներին տեղեկացնել, որ մտադիր եմ, եթե բաց հարցեր կմնան, նիստից հետո շարունակել խոսակցությունը, կաշխատեմ մի քանի հարցերի պատասխանել եւ ուզում եմ այսօր հնարավորություն կունենանք իհարկե հնարավորինս ավարտելու նախ եւ ինքս գոնե կաշխատեմ այնպես անել, որ բաց հարցեր չմնան։ Եվ այսպես երեք եւ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը արտաքին գործերի նախարարությունները հայտարարեցինք, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտված են, տեքստը երկար բանակցություններից հետո համաձայնեցված է։ Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարաբերությունների կարգավորման եւ մեր շուրջ Հայաստանի Հանրապետության շուրջ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ, ինչպես նշեցի, տեքստը համաձայնեցված է, Հայաստանի Հանրապետությունը առաջարկում է հնարավորինս արագ շուտապույտ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի եւ մյուս մանրամասների շուրջ նաեւ ինչպես ասեցի, նկատեցի, որ ինչ որ հարցեր են առաջացել, շահարկումներ կան, ուզում եմ միանգամից իհարկե հանգամանալից կխոսենք նաեւ ընթացքում հարց ու պատասխանի ժամանակ, բայց մի քանի բան ուզում եմ միանգամից ասել։ Ուրեմն հարգելի գործընկերներ, հարգելի քաղաքացիներ, համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին։ Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, երկկողմ պատրաստակամություն, այդ թվում նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում։ Սա մտահոգությունների այն համատեքստի տեսանկյունից, որում ընկալում ենք միջանցքը եւ որի մասին տարբեր կողմերից պայմաններ են հնչել, պետք է որ այս մտահոգությունը փարատի։ Մյուս կողմից մեր մոտեցումը ապաշրջափակմանը շատ լավ հայտնի է, հրապարակային է եւ փոփոխություններ չի կրել։ Մենք ներկայացրել ենք այդ մոտեցումը, մենք նաեւ տեղեկացրել ենք հանրությանը, որ մենք այդ մասին շատ կառուցողական մեր համոզմամբ երկուստեք ընդունելի առաջարկ ենք ներկայացրել ադրբեջանական կողմին եւ այդ առաջարկը հետեւյալն է նախ ապաշրջափակել երկաթուղիները հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից ինչպես ողջ աշխարհը մենք եւս կարծում ենք որ կարող ենք որոշակիորեն բարձրացնել սահմանահատման գործընթացը ապահովելու բեռների ավելի սահուն ընթացքը, բայց ինչպես նախկինում այժմ էլ եւ վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում եւ պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվեն, մնալու են եւ գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են, այսինքն լավ ավելի ուրիշ բառերով ասեմ եւ ավելի պարզ եւ ուղիղ Հայաստանի Հանրապետության բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են Հայաստանի Հանրապետության եւ գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո եւ օրենսդրությանը համապատասխան մենք նաեւ կարծում ենք, որ ինչպես եւ նախկինում համոզված ենք, որ որևէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա, բեռների օրինակ անվտանգության ապահովման համար կարող են գործադրվել այլ քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ։
Հա, համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև խորհրդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված եւ հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիները ապրել են։ Նաեւ ուզում եմ անպայմանորեն ասել, որ լսեցինք ադրբեջանական կողմի մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրության մասին։ Այս մասին իհարկե բնականաբար համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա, ընդհանրապես համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա։ Չկա նաև սահմանադրությունների մասին կարգավորում։ Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգությունները Ադրբեջանի սահմանադրության մասին, հայտնի է, որ մենք տեսնում ենք այնտեղ որոշակի նկրտումներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ նկատմամբ, բայց նաև հայտնի է, որ մենք կարծում ենք, որ համաձայնագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են, եթե նույնիսկ, իսկ մենք համոզված ենք, որ ոչ, եւ մենք ունենք առնվազն մեր սահմանադրության մասով մեր սահմանադրական դատարանի համապատասխան դիրքորոշումը մեկ այլ առիթով, սա սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերի հաստատման, վավերացման գործընթացում հայտնի սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որը հստակ ուղենիշ է եւ փարատում է բոլոր մտահոգությունները, բայց եթե նույնիսկ տեսականորեն իսկապես սահմանադրություններում կարող են լինել այդպիսի պահանջներ, ապա նաեւ մենք համաձայնագրի տեքստի ստորագրմամբ եւ վավերացմամբ, իդեպ այդ վավերացումը կրկին պետք է անցնի մեր սահմանադրական դատարանով մեր պարագայում, մենք ընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված։ Ինչևէ, ամեն դեպքում, ինչպես որևէ խաղաղության համաձայնագիր, կարծում եմ կարևոր է որևէ խաղաղության համաձայնագրի պարագայում, մեր դեպքում եւս կարծում եմ, որ դատողություններ անելիս պետք է հիշենք մի քանի կարևոր հանգամանք։ Օրինակ, խաղաղության համաձայնագիր միշտ առնվազն ինձ հայտնի պատմությունից բոլոր դեպքերում եւ կամ այնքան ինչքան ես եմ տեսությունը ընկալում, խաղաղության համաձայնագրերը միշտ կնքվում են երկրների միջև, ովքեր մինչ այդ վարկյանը ունեցել են թշնամություն, միմյանց նկատմամբ թշնամանք, պատերազմ, զոհեր եւ հետեւաբար բարեկամների հետ խաղաղություն չեն կառուցում, բարեկամների հետ զարգացնում են հարաբերությունները։ Մեր դեպքում եւս պարզ է, որ եղել է պատերազմ, եղել է տարիների թշնամանք երկու կողմից եւ այստեղ ուզում եմ կարևորել երկրորդ դիտարկումը խաղաղության համաձայնագրերի մասին, ընդհանրապես որևէ խաղաղության համաձայնագիր, ամենայն դեպս պատմությունից ինձ այդպես է հայտնի, ես այլ դեպք չեմ հիշում, միանգամից բոլոր հնարավոր հարցերի պատասխանները չի տալիս, միանգամից այդպես կախարդական փայտիկով երկու երկրներին եւ ժողովուրդներին բարեկամներ չի դարձնում, համագործակից չի դարձնում, իհարկե լինում են բազմաթիվ հարցեր, այդ թվում զգայուն եւ գերզգայուն, որոնք հետո պետք է քննարկվեն, կարգավորվեն եւ մեր խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը եւ ստորագրման պատրաստ տեքստը եւս այս առումով բացառություն չի, բայց կարևոր է օրինակ նշել, որ այս համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնք մենք եւ Ադրբեջանը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կարող ենք օգտագործել խնդիրները լուծելու համար եւ հարաբերությունների վերջնական կարգավորելու համար, օրինակ, մի փոքրիկ նշում անեմ այստեղ, ես իհարկե հասկանում եք հարգելի գործընկերներ, որ որոշակիորեն կաշկանդված են բառացիորեն մեջբերելու կամ բացելու համաձայնագրի տեքստը, բայց նաեւ վարչապետն էլ ասեց, մեծ հաշվով բովանդակությունը հայտնի է բոլորին, եւ ուզում եմ ասել, որ համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնցով մենք կարող ենք շարունակել քննարկումները դեպի հարաբերությունների կարգավորում, ինչ կրկին շահարկվեց եւ որոշակի անհանգստություններ առաջացրեց։ Մինսկի խումբը նաև գիտեմ, որ կհարցնեք հետաքրքիր է, Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումը եւս հայտնի է։ Մենք կարծում ենք, որ հարաբերությունների
կարգավորումից հետո համենայն դեպս այն կարևոր քայլի կատարումից հետո ինչպիսին կլինի խաղաղության համաձայնագրի կամ եթե ավելի ճշգրիտ նշենք Ադրբեջանի, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով արդեն փաստաթղթավորված, եթե կարելի ասել, հակամարտությունը մոտեցավ ավարտին եւ այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Մինչ այս պահը ցավոք մենք տեսնում ենք, որ որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնք մենք շարունակաբար իհարկե հանդիպում ենք ադրբեջանական կողմից, մեր համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում։ Ուզում եմ նորից հստակ հայտնել մեր դիրքորոշումը այն պահին, երբ որ մենք կունենանք ստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք ևս կունենանք մեր վերապահումները Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված։ Մի մտահոգություն եւ անհանգստության էլ հանդիպեցի, ուզում եմ վստահեցնել, համաձայնագրում նախատեսված իսկ թվում է սա շատ պարզ եւ ակնհայտ բան է, բայց թերևս կարիք կա ասելու համաձայնագրում համաձայնեցված, նախատեսված որևէ դրույթ, որևէ պայմանավորվածություն կարող է կյանքի կոչվել համաձայնագրի ստորագրումից, վավերացումից եւ ուժի մեջ մտնելուց հետո չի կարծում, որ նույնիսկ այս թեմայով շահարկումներ կլինեն եւ անհրաժեշտություն կլինի սրան անդրադառնալ։ Իհարկե կլինեն հարցեր կշարունակեմ նաև մեր դիրքորոշումները ներկայացնել, բայց ինչպես նշեցի, մեր այսօր հանդիպելու առիթը կատարողական ներկայացնելն է, մեր արտաքին գործերի նախարարության մասով զեկույցով հանդես գալը եւ կարծում եմ, որքան էլ որ մյուս թեմաները չափազանց ակտուալ են, եւ ես փորձեցի մի մասին ուղղակի միանգամից անդրադառնալ, ու թերևս անհարգալից կլիներ ազգային ժողովի նկատմամբ, եթե խուսափեինք բուն զեկույցից, հետեւաբար խնդրում եմ զինվել համբերությամբ։ Իհարկե ես միայն մի մասը կներկայացնեմ մեր գործունեության, մենք առիթ ունեցել ենք այս մասին խոսելու եւ ես ինքս գոնե եւ բյուջետային գործընթացի շրջանակներում եւ նաեւ այս տարվա սկզբին ես հանդես եմ եկել մամլո ասուլիսով պատասխանեմ լրագրողների հարցին 24 թվականի մեր գործունեության վերաբերյալ։ Ուզում եմ սկսեմ կառավարության զեկույցի այն եզրակացությամբ, մեր մասով թերևս հիմնական եզրակացությամբ, որ նախորդ 2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ եւ ամենակայուն տարին է եղել մեր արտաքին անվտանգային միջավայրի, հենց մասնավորապես Հայաստանի Հանրապետության սահմանների համար, եւ սա մենք պայմանավորում ենք իհարկե առաջին հերթին մեր կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ, տարածաշրջանային, միջազգային ակտիվ ուրեմն քաղաքականությամբ, մեր կառավարության նպատակը Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը պահպանելն ու ամրապնդելն է, սա թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, թիվ 10 առաջնահերթությունն է, եւ մենք համոզված ենք, որ սրա ուղիղ եւ հիմնական եւ եթե ոչ միակ ճանապարհը Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության ապահովումն է, ոչ միայն կամ ոչ այնքան այն պատճառով, որ խաղաղությունը ընդհանրապես լավ գաղափար է, հակառակը զոհեր է ենթադրում, հակառակը, չգիտեմ, արյունահոսություն է ենթադրում եւ այլն, ոչ միայն եւ ոչ այնքան այն պատճառով, որ հակառակը, որ խաղաղությունը ընդհանրապես այն միջավայրն է, միակ միջավայրն է, որտեղ մարդը կարող է, չգիտեմ, արարել ապրել ուղակի եւ երջանիկ լինել եւ զարգանալ, այլև պետք է խոստովանենք, սա էլ գաղտնիք չի, որ խաղաղությունը մեզ համար ունի շատ կիրառական, ուղղակի գոյաբանական նշանակություն։
Նպատակին հասնելու համար կառավարությունը որդեգրել է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, որն արտահայտվում է նաեւ տարածաշրջանային քաղաքականության ոլորտում, խնդիր ունենալով նախ ախտորոշել Հայաստանի Հանրապետության շուրջ առկա բացասական ագրեսիվ դրսևորումները, ապա կառավարել այդ դրսևորումները եւ լավ մտածված եւ իրականացված քաղաքականության շնորհիվ նվազեցնել բոլոր հնարավոր մարտահրավերները, ռիսկերը եւ հեռանկարում իհարկե զրոյացնել դրանք։ Եվ այստեղ չափազանց կարևոր է նշել, որ ինչպես նախկինում այս պահին եւս եւ հենց այս համատեքստում, այս փուլում նշած այս համատեքստում մեզ համար շարունակում է առանցքային մնալ քաղաքականությունների լեգիտիմությունը միջազգային իրավունքի եւ կարգի տեսանկյունից։ Իհարկե առաջնային մեր ջանքերը ուղղված են մեր տարածաշրջանին, հասկանալիորեն հարաբերությունների կարգավորմանը այն հարևանների հետ, ում հետ մենք չունենք հարաբերություններ կամ ունենք թշնամանքի պատմություն, եւ հարաբերությունների էական զարգացում այն հարևանների հետ, ում հետ մենք հիմա էլ ունենք շատ ջերմ գործընկերային հարևանային հարաբերություններ։ Իհարկե առաջերտին պետք է Ադրբեջանի մասին խոսեմ, մի քանի տվյալներ ուղղակի ձեր գիտության համար։ 2024 թվականին տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի երկու պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության պետական հանձնաժողովների 5 արտաքին գործերի նախարարների 5 հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցություններն ըստ էության ընթացել են երկկողմ ձևաչափով, բայց արդից ուզում եմ օգտվել եւ երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, կողմերին, ովքեր պատրաստակամություն են շարունակաբար հայտնել հյուրընկալել մեր հանդիպումները, կազմակերպել այդ հանդիպումները։ 2024 թվականի առանցքային իրադարձությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն էր, ինչը երկու երկրների անկախության պատմության մեջ տեղի ունենում առաջին անգամ։ Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հայտնի հատվածում իրականացվեց պետական սահմանի շուրջ 12.7 կիլոմետր հատվածի սահմանազատում սահմանագծում։ Օգոստոսին ստորագրվեց երկու երկրների համապատասխան սահմանային հանձնաժողովների միջև աշխատանքների ուրեմն համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը համապատասխան ներպետական ընթացակարգերով ավերացվեց, եւ ես համոզված եմ, որ սա երկու երկրների միջև սահմանի սահմանազատման գործընթացը ակնհայտորեն դնում է արդեն ինստիտուցիոնալ հիմքի վրա, աշխատանքները շարունակվել են եւ այս պահին էլ շարունակվում են ընթացիկ տարում 2025 թվականին։ Գիտեք, որ 25 թվականի հունվարի 16-ին կայացել է հանձնաժողովների 11-րդ հանդիպումը։ Համաձայնություն է ձեռք բերվել սկսել սահմանի սահմանազատման աշխատանքների փուլը հյուսիսային հատվածից Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջև ուրեմն սահմանակետից եւ շարժվել դեպի հարավ։ Շարունակվել է աշխատանքը հատվածի մասին մի քիչ խոսեցինք։ Իհարկե, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ մեր շարունակական քննարկումներում մշտապես ուշադրության են կենտրոնում են եղել նաև այն հարցերը, որոնք դուրս են մնացել օրինակ խաղաղության համաձայնագրի տեքստից կամ չեն տեղավորվում սահմանազատման գործընթացում, չեն տեղավորվում ապաշրջափակման վերաբերյալ խոսակցության մեջ եւ այստեղ առաջին հերթին իհարկե մեր ուշադրության կենտրոնում են եղել հումանիտար հարցերը, դրանց լուծման անհրաժեշտությունը, ամբողջական կարգավորման համար մենք ինչպես նախկինում այժմ եւս համարում ենք, որ հումանիտար հարցերի լուծումը եւ իհարկե առաջին հերթին գերիների պատանդարված եւ այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարեւոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար։ Ապաշրջափակման ուղղությամբ ուղղակի ավելացնեմ, որ մենք դեռ սպասում ենք
Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, քիչ առաջ նշածս առաջարկի վերաբերյալ, կարծում ենք, որ այս առաջարկը, եթե այն իրագործվի, լիովին համապատասխանում է եւ երկու երկրների շահերին, եւ տարածաշրջանային երկրների շահերին, եւ ավելի նույնիսկ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին, սա մեր մոտեցումը արտացոլված է տեղյակ եք խաղաղության խաչմերուկ նախագծում, ուրախությամբ պետք է ուղղակի փաստենք, որ նախագիծը ավելի է հայտնի դառնում աշխարհում եւ կան բազմաթիվ երկրներ, որոնք շարունակվում են եւ այդ շարքը շարունակվում է, այս գործընթացը շարունակվում, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում խաղաղության խաչմերուկում, ողջունում են խաղաղության խաչմերուկը իրենց պլաններում կամ տեսլականներում կապում են խաղաղության խաչմերուկը իրենց վերաբերելի եւ իրենց համար կարեւոր տրանսպորտային հանգույցներին, լոգիստիկ այդ ծրագրերին Վերջին երկու օրինակ ուղղակի բերեմ, որտեղ մի քանի օրվա պատմություն է, Չինաստանում տեղ ունեցան խորհրդակցություններ Հայաստանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների կողմից, եղավ համապատասխան արձանագրություն, հաղորդագրություն եւ այդտեղ եւս երկու կողմերը, Հայաստանը եւ Չինաստանը կարեւորություն հաղորդեցին խաղաղության խաչմերուկին։ Խաղաղության խաչմերուկը արտացոլված էր նաեւ երկու օր առաջ Հայաստանի եւ Նիդերլանդների թագավորության միջև ստորագրված ռազմավարական համագործակցության փաստաթղթի մեջ ուզում եմ ասել, որ խաղաղության խաչմերուկ ծրագիրը շարունակում է ճանաչողություն եւ ողջույններ ձեռք բերել։ Իհարկե, երբ խոսում ենք տարածաշրջանից, երկրորդ երկիրը, որին կուզենայի ուշադրություն դարձնելով խոսել ձեր հետ այդ մասին, Թուրքիան է։ Թուրքիայի հետ մեր կարգավորման գործընթացը եւս շարունակվում է, առանցքային են կրկին օրինակ բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, առանցքային է սահմանների բացումը, մեր միջև նոր կրկին տրանսպորտային ուրեմն ենթակառուցվածքների վերագործարկումը, Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը ուղղակի կենսական նշանակություն ունի եւ կարող է կապ ապահովել ընդհուպ մինչև, այսինքն Պարսից ծոցի եւ Սև ծովի միջև ամբողջ տրանսպորտային շարժի մեջ առանցքային դեր ունենալ եւ նաեւ միջերկրական ծովի։ Ունենք որոշակի պայմանավորվածություններ, պայմանավորվել ենք օրինակ համատեղ վերականգնել Անիի կամուրջը պատմական, սա ուղղակի լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ, օդային բեռնափոխադրումների խոչընդոտների վերացում։ Գիտեք, պայմանավորվածություններ ունենք, որոնք մինչ այս պահը կյանքի չեն կոչվել, օրինակ երրորդ երկրների քաղաքացիների համար ազատ շարժը սահմանով, այս սահմանի բացումն անցանալ եւ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն։ Տեղյակ եք նաև, որ փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի մարգարե անցման կետում, որը արդեն կառավարության որոշմամբ հիմնանորոգվել է, սահմանային ծառայությունը իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի ուժով։ Սա իհարկե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանահատող այդ սահմանային անցակետերը, բոլոր անցակետերը արդեն մարտի 1-ից, ընդ որում բոլոր նկատում եւ գործող անցակետերը եւ չգործող, ինչպիսին օրինակ մարգարան է, բոլոր անցակետերում ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանային զորքերը, սահմանային ծառայությունը, սա բոլորովին մեղմ ասած անկարևոր փաստ չի։ Իհարկե առիթից ուզում եմ օգտվել եւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը մեր գործընկերներին, մինչ այս պահը այդ ծառայությունը իրականացնելու համար։ Ելի մի քանի թվեր ձեր ուշադրության համար Թուրքիայի կոնտեքստում վարչապետ Փաշինյանի եւ Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանի միջև տեղի ունեցել մեկ պաշտոնական հանդիպում Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Ես իմ գործընկերոջ Հական Ֆիդանի հետ ունեցել եմ 2 հեռախոսազրույց եւ 2 հանդիպում Անտալիայի դիվանագիտական ֆորումին եւ 3 գումարած 3 ձևաչափի Ստամբուլում տեղի ունեցած նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի
եւ Թուրքիայի տրանսպորտ եւ ենթակառուցվածքների նախարարի, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի մեկական հանդիպում։ Մարգար Ալիջան անցակետում տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը։ Մեր մյուս հարևանի Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր շատ ակտիվ երկխոսությունը եւ սերտ համագործակցությունը շարունակվել է, շատ հետաքրքիր փաստ 23 թվականի համեմատ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 737.5 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք գումար, սա 6.5%-ի աճ է, սա ամենևին սահմանը չէ, շեմը չէ, նպատակ է դրված եւ ղեկավարների կողմից համապատասխան գերատեսչությունների առջև խնդիր է դրված շարունակել էականորեն ավելացնել այս թիվը։ Ուզում եմ ընդգծել տրանսպորտի ուղղությունը, կարևոր էր Ագարակ Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհատվածի շինարարական աշխատանքների մեկնարկը, ամեն առիթի դեպքում մենք իհարկե ընդգծում ենք, թե որքան կարևոր է եւ որքան ենք մենք գնահատում Իրանի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության վերաբերյալ, սա դիրքորոշում է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակաբար հնչեցնում են։ Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ողբերգական ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի եւ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրաժեշտի արարողությանը, վարչապետը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեժեշքյանի երթմնակալության արարողությանը, վարչապետը երկու հանդիպում են ունեցել գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ, տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Փեզեշքյանի երկու հանդիպում եւ մեկ հեռախոսազրույց։ Իրանում կայացել է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է պաշտոնական այցով այցելել Իրան, ինքս երկու հանդիպում եմ ունեցել Իրանի նախարար Արաղչիի հետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթականիստի շրջանակներում վարչապետի հրավերով Հայաստան է այցելել Իրանի առաջին փոխնախագահ Արեֆի գլխավորած պատվիրակությունը, ընթացիկ տարվա արդեն փետրվարին ես հնարավորություն ունեցել Ժնևում հանդիպել նախարար Արաղչիին եւ առաջիկայում եւս սպասվում են շփումներ, մենք սպասում ենք նախարար Արաղչիին մոտ ապագայում նաեւ Երևանում։ Մեր 4-րդ հարևանը, ում հետ նախորդ տարի հաստատեցինք ռազմավարական գործընկերություն, Վրաստանն է, իհարկե նաև այն ժամանակ, երբ այդ փաստաթուղթը ստորագրվում էր, ընդունվում էր, մենք շեշտում էինք Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները ըստ էության մինչ այդ էլ բնույթով, բովանդակությամբ, էությամբ ռազմավարական էին, բայց նաև մենք այժմ փաստաթուղթ ստորագրեցինք այդ մասին։ Հույս ունենք, որ այս փաստաթուղթը նորից կօգնի ավելացնելու մեր գործընկերության շրջանակը, վարչապետերը փոխադարձ պաշտոնական այցեր ունեցել, իմ այցն է տեղի ունեցել Թբիլիսի, որը էլի արդեն առաջիկայում ուրեմն հանդիպումներ են նախատեսվում, այդ այցը արդեն իսկ փոխադարձվել է այս տարվա հունվարին։ Առևտրաշրջանառությունը 333.5 միլիոն ԱՄՆ դոլարից մի փոքր ավել է, աճել է 27%-ով 23 թվականի համար, սա եւս շատ շոշափելի ուրեմն ցուցանիշ է եւ կրկին շեմը չի, սահմանը չի տեղ կա ավելացնելու։ 24 թվականի ընթացքում պետք է նշեմ շարունակել ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր բարձրագույն եւ բարձր մակարդակներով երկխոսությունը, տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Պուտինի երկու հանդիպում, երկու հեռախոսազրույց, տարվել են աշխատանքներ առանձին, այդ թվում տարածաշրջանային հարցերի շուրջ միակողմանի մեկնաբանություններից խուսափելու համար, տարվա վերջում նախատեսված էր իմ այցը Ռուսաստանի Դաշնություն եւ հանդիպումը շփումները իմ գործընկերոջ հետ, Սերգեյ Լավրովի հետ, տեխնիկական որոշ պատճառներով այցը հետաձգվեց, բայց արդեն տեղի ունեցավ, գիտեք, այս տարվա սկզբին, հունվարի կեսերին։ Միացյալ Նահանգների այդ տարին շատ հետաքրքիր էր, զարգացում